Ողջույն եւ բարի գալուց Civilnet-ի տաղավար, իմ զրուցակիցը փաստաբան Շուշանիկ Արսենյանն է, նրա հետ զրուցելու ենք ընտանեկան բռնության երևույթից, խնդիրներից, կանանց նկատմամբ բռնության դեպքերից եւ մասնավորապես երեխաների խնամակալության վերաբերող հարցերից։ Շուշանիկ, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ լավ հրավերի համար։ Ինչից սկսվեց ինչից է ծագել այս քննարկման, այս զրույցի թեման, մենք բավականին երկար ժամանակ, այսինքն Civilnet-ը լուսաբանում էր Վարսենիկ Սեթրակյանի գործը եւ նա ընտանեկան բռնության զոհ էր, որից հետո երեխաների խնամակալությունը հանձնել էր դատարանը հորը, որը եւս բռնարարի վարքագիծ էր դրսևորում առնվազն եւ դատալեքսի գործերից մեկով, որում նա ներգրաված էր, բռնություն էր կիրառել իր հարազատի նկատմամբ։ Հետո դուք այս գործը վերցրեցիք ու այս գործով մենք ունեցանք դրական առաջընթաց, մասնավորապես հիմա Civilnet-ի ընթերցողները միգուցե գիտեն, որոնք որ չեն տեսել մեզ մոտ կարող եք ծանոթանալ, Վարսենիկի երեխաները վերադարձվել են հենց Վարսենիկին եւ հայրն է նման որոշում կայացրել։ Նախ ես ուզում եմ այս գործի մասին դուք մի քիչ մանրամասնեք, ինչու վերցրեցիք այս գործը ու ինչ բարդությունների առնչվեցիք, հիմա ինչ վիճակ ունենք։ Նախ սկսեմ ամենասկզբից։ Վարսենիկ Սեթրակյանը հայցեդում էր ներկայացրել դատարան երեխաների բնակության վայրը, մոր բնակության վայրը սահմանելու պահանջով, այնուհետև Արաչիացյանի դատարանը մերժել էր Վարսենիկի հայցը եւ հակընդդեմ հայցներ բավարարել, մասնավորապես երեխաների բնակության վայրը սահմանել էր հոր բնակության վայրը, այնուհետև Վարսենիկի նախորդ ներկայացուցիչը հիշյալ վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւս վճիռը թողել էր անփոփոխ։ Վարսենիկը ինձ դիմեց այն ժամանակ, երբ որ արդեն երեխաները հոր մոտ էին բնակվում, եւ ես իրեն առաջարկեցի, հաշվի առնելով հանգամանքները, վերլուծեցինք, հասկացանք, որ ինչ կարող ենք անել, սույն գործի շրջանակում, առաջարկեցի, որպեսզի դիմենք դատարան երեխաների բնակության վայրը փոփոխելու պահանջով, մասնավորապես մեր հայցեդումի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ առաջին Ատյանի դատարանի վճռի կայացումից հետո մի շարք հանգամանքներ են փոխվել։ Մասնավորապես հայրը, ում մոտ որ բնակվում էին երեխաները, ոստիկանությունում հաշվառվել է որպես բռնություն գործադրող անձ բռնարար, եւ ինչպես կնոջ նկատմամբ է բռնություն կիրառել։ Այո։ Եվ դա տեղի ունեցել, ասեմ ավելին, երեխաների աչքի առաջ, եւ հաջորդ հանգամանքը այն է, որ հայր ծնողը նաեւ դատապարտվել էր, մասնավորապես իր եղբոր նկատմամբ բռնություն գործադրելու համար, եւ նրա նկատմամբ ընտրվել էր պատիժ էր նշանակվել հանրային աշխատանքների կատարում, ամեն դեպքում բացի դա, այնտեղ նաև խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստ գումարվեց առաջին անգամ Մարտունի քաղաքում, մենք այնտեղ մասնակցեցինք խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստին, այնտեղ հանձնաժողովի անդամները արդեն իսկ գնացել եւ հոր Աբրահամ Մարգարյանի տան պայմանները գնահատել էին եւ այդ գնահատումից հետո, երբ որ մենք նիստին մասնակցեցինք, այնտեղ պարզ դարձավ, որ Աբրահամ Մարգարյանը չունի շատ լավ պայմաններ, նո շատ լավ պայմաններ ասելով նկատի ունեմ բավարար պայմաններ առնվազն 3 անչափահաս երեխաների խնամելու համար եւ իրենց խնամքով հիմնականում զբաղվում է 70-նանց տատիկը եւ նպատակահարմար չէ, որ երեխաները ունենան բարոյական մայր, աշխատող մայր եւ իրենց խնամքը հանձնվի տատիկին։ Եվ այն պայմաններում, երբ որ մոր վարքագիծը բացարձակապես վատ անդրադարձ չունի երեխաների նկատմամբ, այլ հակառակը իմ վստահորդը Վարսենիկը ունի միջին մասնագիտական կրթություն, սովորել է քոլեջում, այսինքն կկարողանա իր երեխաների ուսմամբ զբաղվել, դաստիարակությամբ զբաղվել։ Եվ այս հանգամանքների ընդհանուր ուսումնասիրությունից հետո դիմեցինք դատարան երեխաների բնակության վայրը փոփոխելու պահանջով։ Ինչն է հետաքրքիր, մենք մի քանի անդրադարձ ենք կատարել եւ մեր Civilnet-ի այսինքն մի անդրադարձից մեկից հետո մարդու իրավունքների պաշտպանը կարծեմ արձագանքեց, դիմեց խնամակալության հանձնաժողով, հետո նոր նիստ գումարեցին ու այդ
գործընթացները ասենց զարգացան։ Ինչի եմ սա ասում, ինչու է անհրաժեշտ լինում, որ աղմուկ լինի, ճնշում լինի, նոր սկսեն խնամակալության հանձնաժողովները աշխատել, ինչու մինչև այդ դա չէր եղել։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքը ես այս պահին արտահայտեմ, ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում խնամակալության եւ հոգաբարձության մարմինները այդքան էլ լավ չեն աշխատում։ Մենք մասնավորապես շատ ու շատ դեպքեր ենք ականատես եղել, որ օրինակ շատ երեխաներ պետք է հանձնվեին կոնկրետ խնամակալության կենտրոններին, որոնք չի կատարվում, երեխաները շատ վատ կենցաղային պայմաններում են ապրում, որոնց մասին ընդհանրապես խնամակալության եւ հոգաբարձության մարմինները չգիտեն, բայց ինչևէ կոնկրետ այս գործով այո Սիվիլնեթի անդրադարձից հետո մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր մարզպետարանին եւ մարզպետարանից Մարտունու համայնքապետարանը գրություն էր ստացել, որպեսզի կրկնակի հետազոտություն կատարի երեխաների մասով։ Մարտունի համայնքը ի սկզբանե այս ամենից հետո որոշել էր, որ երեխաների բնակության վայրը հաշվի առնելով նշածած հանգամանքները սահմանել մոր Վարսենիկ Սեթրակյանի բնակության վայրը, սակայն նախորդ դատական նիստին ես ականատես եղա, որ քանի որ ի սկզբանե գործը մակագրված էր եղել այլ դատավորի, դատավորը բացառք էր հայտնել գործով, դրանից հետո գործը վերամակագրվեց եւ վերամակագրումից հետո Մարտունու համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը չգիտես ինչ պայմաններում փոխել է իր եզրակացությունը եւ գտել է, որ երեխաների բնակության վայրը պետք է սահմանել հոր բնակության վայրը։ Հանձնաժողովի կազմը նաև փոխվեց, թե նույն հանձնաժողովի կազմով։ Կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում այս պահին, միայն իրավաբանն է փոխվել, բայց ընդհանուր հիմնավորում որևէ հիմնավորում ես դատական նիստում էլ դա հարցրեցի, որևէ հիմնավորում չկա, նույնիսկ ծանոթացա նոր եզրակացության հետ ընդհանրապես աղերս չունի սույն քաղաքացիական գործի հետ, բայց այնուամենայնիվ ես չեմ լռելու, քանի որ հարցը վերաբերում է երեխաներին, որոշել եմ, որ պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ ոստիկանություն, քանի որ իմ համար առնվազն պարզ չէ, թե ինչ պայմաններում, օրինակ միգուցե սպառնալիքի ազդեցության տակ, միգուցե վախի ազդեցության տակ Մարտունու համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը որոշեց, որ պետք է փոփոխի իր եզրակացությունը այն դեպքում, երբ որ իմ մասնակցությամբ հրավիրված խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստին հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն գտել են, որ պետք է երեխաների բնակության վայրը սահմանել մոր Վարսենիկի բնակության վայրով։ Չգիտես ինչ պայմաններում դա փոփոխվեց, բայց ես կարծում եմ, որ դա այդքան էլ էական նշանակություն այս պարագայում չի ունենա, քանի որ այս պահին քաղաքացիական գործով նշանակված է դա հոգեբանական փորձաքննություն, այնտեղ ավելի լավ կպարզվի երեխաների թե հոգեբանական վիճակը, թե կպարզվի երեխան, որ ծնողի հետ է ավելի հոգեբանորեն կապված, որ ծնողի նաև կարիքները կգնահատվի եւ ամբողջական արդեն կունենանք հստակ պատկեր։ Այդ դրա մասին եմ ուզում խոսեմ։ Դատարանը նման որոշում կայացրեց Առաջինատյանի դատարանը, չէ՞, նախորդ տարեվերջին, դատական նիստով, բայց դրանից հետո հայրը որոշեց, որ երեխաներին բերում է տալիս է մոր խնամակալությանը ու նաև դուք ինձ նաև մինչև այս ասել եք, որ դիմում ներկայացրեց դատարան, որ չի ցանկանում մասնակցել։ Հիմա երբ հայրը մասնակցել նիստերին, հիմա երբ հայրը երեխաներին հանձնել է մոր եւ խնդրում է չիրականացնել փորձաքննությունը, ինչ վտանգներ եք տեսնում, արդյոք պետք չէ պնդել փորձաքննության անցկացումը, թե հակառակը պետք է։ Այսպես թե այնպես փորձաքննությունը իրականացվելու է եւ ես որպես Վարսենիկի ներկայացուցիչ միանշանակ պնդելու եմ, որ փորձաքննությունը իրականացվի, որովհետեւ փորձաքննության արդյունքները շատ էական նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի համար եւ այնպես որ փորձաքննությունը իրականացվելու է անկախ հանգամանքից թե երեխաները այս պայն գտնվում են մայր ծնողի մոտ թե ոչ փորձաքննությունը իրականացվելու է եւ մյուս հարցին թե Աբ รา համ Մարգարյանը դիում է գրել դատական նիստերին չմասնակցելու ես այդտեղ որևէ վտանգ չեմ տեսնում դա իր դատավարական իրավունքն է ցանկության դեպքում կարող է մասնակցել
դատական նիստերին եւ հակառակը, եթե չի ուզում կարող է չմասնակցել, այնպես որ դա չի խանգարելու դատական նիստերի պատշաճ իրականացման գործընթացին։ Հիմա այս գործով հաջորդ նիստը երբ է նշանակված։ Այս պահին գործի վարորդը կասեցված է դատահոգեբանական փորձաքննության իրականացման։ Այո, եւ երբ որ արդեն դատահոգեբանական փորձաքննությունը պատրաստ կլինի, մենք արդեն դիմում կգրենք գործի վարորդը վերսկսելու եւ հնարավոր է որ դատարանը իր նախաձեռնությամբ, եթե ավելի շուտ ստանա փորձաքննության արդյունքները, իր նախաձեռնությամբ արդեն գործի վարորդը կվերսկսի։ Շատ տեղին նշեցիք, որ այս խնամակալության հանձնաժողովները Հայաստանում արդյունավետ չեն գործում։ Ես ինքս էլ լրագրողական նյութերում բազմիցս դա նկատել եմ, տեսել եմ, որ պատշաճ չեն գործում։ Իսկ ինչ կարծիք եք, ինչու է դա համակարգային դարձել։ Ես կարծում եմ, որ ավելի շատ մենք մասնագետներ շատ չունենք ներգրավված, օրինակ ընտանեկան գործերով, շատ հոգեբաններ, սոցիալական աշխատակիցներ, որը ավելի ներգրավված լինեն այս հարցերում, բազմակողմանի ուսումնասիրություններ կարողանան կատարեն, ի վերջո տնայցեր անեն, հաշվառեն այն երեխաներին, ովքեր իրապես կարիք ունեն սոցիալական աջակցության, մենք այս խնդիրը շատ ու շատ դեպքերում չենք ունենա։ Անդրադառնալով երեխաներին ընդհանուր այս երևույթին, երբ ծնողները կամ ծնողներից մեկը երեխաներին օգտագործում է կոպիտ ասած, որպեսզի դատարանում տա ցուցմունքներ, սրանք տարածված երևույթ են եւ հոգեբանական բռնությունը որքանով է դժվար ապացուցել։ Հոգեբանական բռնությունը այդքան էլ դժվար չէ ապացուցելը, քանի որ մենք ունենք շատ լավ հոգեբաններ, ովքեր որ հստակ եզրակացություն են տալիս, արդյոք երեխաներին նկատմամբ հոգեբանական բռնություն կիրառվել է թե ոչ, եւ ես ասեմ, որ հատկանշական է այն հանգամանքը, որ Վարսենիկ Սեթրակյանի գործով, երբ որ երեխաները լսվեցին դատարանում, ընդ որում ասեմ, որ 3 անչափահաս երեխաներն էլ լսվել են դատարանում, դատարանը արձանագրեց, որ երեխաների նկատմամբ նույնիսկ եթե մասնագիտական աչքով չնայենք, կար բռնություն կիրառված, որովհետև նույն սպառնալիքը դա հոգեբանական բռնություն է։ Իսկ սույն քաղաքացիական գործով պատասխանողը, այսինքն հայր ծնողը, երեխաներից մեկին, մասնապես աղջիկ երեխային, ասել էր, որ եթե դու դատարանում չասես, որ ուզում ես պապայի հետ, հա, բնակվել, ուրեմն ոստիկանները կգան եւ պապային կտանեն։ Եվ իմ հարցից հետո, որ խնդրում եմ ասա, թե ով է քեզ դա սովորեցրել, որ նման ձև արտահայտվես, նման ձև խոսես, աղջիկ երեխան հստակ պատասխանեց, որ պապան է ասել, եւ այստեղ պարզից էլ պարզ է դառնում, որ արդեն կա հոգեբանական ճնշում եւ հոգեբանական ճնշումն էլ բռնության դրսևորման եղանակներից մեկն է։ Դատելով ձեր փորձը, արդյոք երեխաները պաշտպանված են Հայաստանում ահա նման երևույթներից։ Ես չէի ասի, որ այդքան պաշտպանված են երեխաները ընտանեկան բռնությունից, որովհետև շատ դեպքերում մայրերը ընտանիքում միշտ լռում են ընտանեկան բռնության հետ կապված, այսինքն եթե օրինակ հոր կողմից, հա, բռնության են ենթարկվում, աշխատում են, որ չբարձրաձայնեն դա, մտածում են, որ դե լավ վեճեր կանցնի, եւ այս պարագայում այս մթնոլորտում մեծացած երեխաները չեն կարող զերծ մնալ ընտանեկան բռնությունից կամ իրենք կդառնան մի օր ընտանեկան բռնության զոհ կամ հենց բռնարար։ Իսկ եթե մենք օրինակ այս մի դեպքով մենք իրավիճակ ունենք, երբ անձը բռնության համար դատապարտվել է ոստիկանությունում, հաշվառված է, բայց չգիտես ինչու դատարանները սա հիմք չեն ընդունում են Վարսենիկի մի սխալ, որ նախկինում իրականացրել է։ Ինչի է այս իրավիճակը ստեղծվում, սա համատարած է թե ոչ։ Եկեք չասենք, որ դատարանները չեն ընդունում, որովհետև նախորդ դատական փուլում, երբ որ նախորդ հայցն է եղել, այդ փուլում այս հարցերը չեն էլ բարձրաձայնվել, քանի որ բազմակողմանի քննությունը այս մասով չի կատարվել, երեխաներին հոգեբանական վիճակ չեն ստուգել, ճիշտ է բազմակողմանի եւ օբյեկտիվ դատական ակտ չի կայացվել, քանի որ քննությունը ինքնին բազմակողմանի չի եղել, բայց այնուամենայնիվ մենք լիահույս ենք, որ առնվազն այս փուլում մենք ունենալու ենք դրական տեղաշարժ, մասնավորապես հիմա էլ չնայած ունենք այդ դրական տեղաշարժը, երեխաները որ մոտ են, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ դատական ակտ կունենանք, որը որ
Այո։ Վերջնական կամրագրվի։ Իսկ դատահոգեբանական փորձակնությունները որքանով են օբյեկտիվ եւ անկախ Հայաստանում։ Կոնկրետ Վարսենիկի օրինակով բերեմ, Վարսենիկի գործով դատահոգեբանական փորձակնությունը նշանակվել է այն կազմակերպությունը, որին որ ես եմ միջնորդել, բայց անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ նորմալ ընթացակարգ ունենք այս մասով, մասնավորապես նշանակում է դատահոգեբանական փորձակնություն, փորձագետը կամ փորձագետները տալիս են կոնկրետ եզրակացություն, օրինակ երեխայի վրա կա հոգեբանական բռնություն, որն է երեխայի լավագույն շահը, դա են վերհանում։ Կարծում եմ, որ նորմալ իրականացում է դատահոգեբանական փորձակնությունները Հայաստանում։ Իսկ այս գործ անկախ իր հանգուցալուծումից կարող է նախադեպային լինել, կարևոր լինել։ Ինչու ոչ, այո։ Որովհետև երբ որ դուք բացեք եւ դատալեքս տեղեկատվական համակարգը նայեք, մենք շատ քիչ հայցեր ունենք երեխաների բնակության վայրը փոփոխելու վերաբերյալ, 1-2 հայց է, որը որ հարցության համաձայնությամբ ի վերջո հանգուցալուծվել է, եւ սա երրորդ գործն է, որ ես եմ վերցրել, որ կարծում եմ, որ վճիռ կունենանք այս գործով եւ դա ինչու ոչ կարող է նաեւ դառնալ նախադեպային մնացած քիչ ունենք, որովհետեւ այս հարցը այդպես հաշտությամբ լուծվում, մինչեւ դատարան գնալը ծնողները կարողանում են լուծել, թե քիչ ունենք, որտեվ դատարանները պրակտիկա չունենք մենք այս, ասում եմ, 3 քաղաքացիական գործեր կա, երբ որ դուք դատալեքս տեղեկատվական համակարգում եք որոնել հատվածում, փորձեք գտնել երեխաների բնակության վայրը փոփոխելու, ոչ թե սահմանելու, այլ փոփոխելու պահանջ, 3 հայց է, որոնցից 2-ը հարցության համաձայնությամբ է հանգուցալուծվել, իսկ երրորդը արդեն մերն է, որը որ կունենա նախադեպային նշանակություն։ Եվ մի հարց, որը նման դեպքերում որպես կանոն մենք մտահան ենք անում, այո, մենք շատ ենք շեշտում կանանց իրավունքները, կնոջը որպես զոհ ենք դիտարկում, բայց ես գիտեմ դեպքեր, երբ օգտագործվում է կինն է օգտագործում տարբեր հանգամանքներ ամուսնու դեմ, անգամ հիմա ինձ դիմել էին, այս օրերս ինձ դիմել էին մի հարցով, երբ երեխաների հարցով ակնհայտ մանիպուլացնում է կինը եւ չի թողնում, որ իր նախկին ամուսինը տեսակցություն ունենա։ Նման դեպքեր հանդիպում ենք, թե շատ ենք հանդիպում նման դեպքերի, բայց ես ես մի բան ասեմ, որ ընտանեկան բռնությունը, քանի որ այսօր շատ լայնորեն տարածված երևույթ է, որ խաթարում է պետության հիմնասյուներից մեկը ընտանիքը, այնտեղ մենք չենք տարբերակում բռնության զոհը կինը, տղամարդ, այսինքն անկախ սեռից, ռասայից, տարիքից, մենք տարբերակում չունենք։ Բռնության զոհը միշտ կինը ավելի շատ է բռնության ենթարկվում։ Այո, բայց ընդհանուր առմամբ մենք տարբերակում չունենք, որ ասենք կնոջն ենք դիտարկում միայն ընտանեկան բռնության զոհ, ոչ։ Դիտարկում ենք նաև երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանեկան բռնության զոհ, ինչու ոչ նաև եւ կապ չունի սեռը կամ տարիքը, ռասան, եթե կա ընտանիք եւ կա ընտանեկան բռնություն, ապա տարբերակում չկա այդտեղ։ Թե ով կարող է լինել բռնության զոհը։ Իսկ գնալով այս երևույթը խորանում է մեզ մոտ, թե նահանջ է ապրում, այսինքն քչանում են դեպքերը ձեր գործերից ու Եթե իմ գործերի վիճակագրությունից ես ասեմ, հնարավոր է, որ այլ փաստաբանների մոտ տարբերակված են կամ ընդհանրապես պետության վիճակագրությունը այս պահին չեմ կարող ասել, թե ինչ դիրքերում է, բայց կոնկրետ իմ վիճակագրությունից, իմ գործերի վիճակագրությունից, որ ասեմ, ես կարծում եմ, որ գնալով ավելանում են ընտանեկան բռնությունները, քան պակասում։ Շատ բարի, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, ես հուսով եմ, որ Վարսենիկի գործն էլ կհանգուցալուծվի եւ հոգուտ երեխաների ի վերջո երեխաները կշահեն այս իրավիճակից, որտեվ այն ամենի մեջով ինչ իրենք անցել են, ի վերջո պետք է արդարությունը վերականգնվի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը փաստաբան Շուշանիկ Արսենյանն էր, շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։